Տրիպը շատ մեծ հարցականի տակ է։ Իրանի դեմ ամերիկյան պատերազմն է հարցականի տակ դրել Թրիփի իրագործումը։ Որքան էլ հակառակում համոզի Հայաստանի իշխանությունը, թե պետքարտուղարությունից հավաստիացրել են, Թրիփը Վաշինգտոնի օրակարգում է։ Իմ տպավորությամբ խնդրել են Գոսդեպին, որ ինչ որ մի հայտարարություն անեն, որ Թրիփը դեռ ուժի մեջ է եւ այլն։ Ուժի մեջ չէ։ Քարոզչական որպես գործիք միգուցե այո, բայց իրականում ոչ։ Քարոզչական գործիք Թրիփը օդու ջրի պես է պետք Փաշինյանին։ Այդ ծրագիրը նրա խաղաղության մեխն է, որը հիմա միայն հարվածներ է ստանում։ Քոչարյանի կարծիքով։ Այդ մեխը ծռել է։ Այդ որ sense լավ չեն բանով այդ մուրճը որ լավ չեն խփում մեխին ծռում է, չէ։ Հետո փորձում են ուղղել, հետո մյուս կողմի վրա է ծռում։ Մի 2-3 անգամ 2-3 կողմի վրա ծռում է, հետո կոտրում է այդ մեխ։ Հիմա այդ Թրիփի վիճակը սա է։ Թրամփի ուղու իրագործման միայն մեկ տարբերակ կա ըստ երկրորդ նախագահի։ Միակ շարունակելու տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը։ Ներգրավել Ռուսաստան, Չինաստան, ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է անցալվում։ Այլ տարբերակ պրոբլեմային է։ Չընդլայնված Թրամփի ուղին Հայաստանի համար շահեկան չէ, այն պարզապես ամերիկյան ծրագիր է Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով, կրկնում է Քոչարյանը։ Եթե չես ընդլայնում, եթե այդ Թրիփը չի ասնում երաս, Թրիփը չի աշխատում։ Բայց ընդլայնել ոչ թե հակադրվելով իրանցիներին։ Անուն կարող է Թրիփ նույնիսկ կարող է այդ ծրագրի մեջ ամերիկացիք չլինել ընդհանրապես։ Բայց գաղափարը այդ ամբողջ տրանսպորտային հանգույցը կապել մեկ պարտավորությունների շրջանակներում, մեկ ծրագրի մեջ, ներգրավելով երկրներ, որոնց նկատմամբ Իրանը ունի լավ հարաբերություններ, ես նորմալ եմ սրա նայում։ Սա այն դեպքում, եթե Իրանի պատժամիջոցները չհանվեն։ Բայց եթե Թեհրանն ու Վաշինգտոնը պատժամիջոցների առնչությամբ համաձայնության գան, Իրանը դառնալու է տրանզիտի համար ամենակարճ ճանապարհը Ասիայից Եվրոպա։ Պատրաստ է Հայաստանը այդ սցենարին։ Սա գլոբալ փոփոխություններ է նշանակում այն, ինչ կատարվում է։ Մեզ համար մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններում։ Իրանը կազատվի պատժամիջոցներից, դա կարող է տեղի ունենալ կամ հիմա բանակցությունների այս փուլում, կամ նոր պատերազմից հետո, եթե Միացյալ Նահանգները այդուհանդերձ որոշի իրականացնել ցամաքային հարձակում։ Չեմ բացառում տակ ֆազան, որովհետև Միացյալ Նահանգների վարչակազմը մի քիչ անկանխատեսելի է։ Այնպես ստացվեց, որ աշխարհի ամենից հզոր երկիրը ամենից քիչ կանխատեսելիություն ունի այսօր։ Ինչ կարող է լինի հետագայում կամ օրերի ընթացքում։ Այլ լուծում քան ցամաքային օպերացիա Միացյալ Նահանգները չունի։ Հիմա ցամաքային օպերացիան բերելու ավելի ծանր հետևանքներ է հենց Միացյալ Նահանգների համար։ Երկու սցենար, բայց երկրորդ սցենարը, վատագույն սցենարը, մեկը բերելու է նույն սցենարին։ Ուղղակի ավելի շատ ժամանակ, ավելի մեծ կորուստներով, բայց ինքը ձև չունի չգալու նույն սցենարին։ Ի վերջո պայմանավորվելու է։ Ամերիկա-իսրայելական հարձակմանը ասիմետրիկ է պատասխանել Իրանը, այդ պատասխանով հայտնվելով թելադրողի դերում։ Միացյալ Նահանգներում թվում էր, թե բազենների սպանելով աղավնիներ են գալու իշխանության։ Բայց եթե դու սպառնում ես ոչնչացնել մի քաղաքակրթություն, բազենների սպանելով միայն ավելի ռադիկալ բազեններ են գալիս իշխանության։ Միացյալ Նահանգների հաշվարկը, թե Իրանի վերնախավը գլխատելով ստանալու է հնազանդ Իրան, ձախողվել է, ըստ Քոչարյանի, Իրանն այս պատերազմից դուրս է եկել ավելի ուժեղացած։ Իրանը զգացել է իր ուժը, իր հնարավորությունները։ Եվ նաև ցույց է տվել մյուսներին։ Եվ ցույց է տվել, որ այո, ինքը պատրաստ է իր պետականության համար, պատրաստ է պայքարել, պատրաստ է զոհաբերության։ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների առաջ նոր հնարավորություններ կբացվեն, եթե Իրանը ազատվի պատժամիջոցներից, համոզված է Քոչարյանը։ Թերեզա Կադաևչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։